Երբ որ մենք կարծես պայթում ենք սկզբում, սկսում ենք խոսել եւ հետո կոնֆլիկտի կեսից ամեն ինչ դադարեցնում ենք եւ հեռանում ենք, դռները շրխկացնելով։ Ինչու ենք մենք դա անում։ Կարծես նորից մեր հոգեկանը այդպես փորձում է իրեն պաշտպանել։ Մենք չենք գտնում այլևս ռեսուրս զրույցը շարունակելու։ Մենք վախենում ենք, որ եթե ես զրույցը շարունակեմ, մենք կարող ենք հայտնվել շատ ավելի վատ տեղում, քան հիմա ենք։ Մենք մտածում ենք, որ ես հասկացված չեմ, հիմա ինձ վրա հարձակվել են, կա վտանգ, ես պետք է այստեղից փախնեմ, հեռանամ, գնամ, մեկուսանամ եւ այդպես դուռը շրխկացնելով գնալով, կարծես մենք մեզ պաշտպանում ենք, բայց եկեք նորից հասկանանք, թե ինչպես է դա ընկալվում զուգընկերոջ աչքերով։ Զուգընկերը ասում է, որ մտածում է, որ սա հիստերիկ է, աննորմալ է, ինչպիսի իմպուլսիվ մանկական վարք է, մի բան ես ասում հարձակվում է, գոռում է, փախչում է զրույցներից, այսինքն մեր զուգընկերը սկսում է մտածել, որ մենք այնքան իմպուլսիվ ենք, այնքան նյարդային ենք, այնքան գոռացող եւ անադեկվատ վարք եւ արձագանքման ձևեր ունենք, որ ունակ չենք հաղորդակցման եւ հենց այդպես էլ վերնագրում են, հա, որ նրա հետ անհնար է ինչ-որ բան խոսել, նրա հետ անհնար է ինչ-որ բան պայմանավորվել կամ քննարկել, որովհետեւ այդ զրույցի կեսից թողնել եւ հեռանալը կարծես, որով մեր հոգեկանը մեզ փորձում է պաշտպանել, մեր զուգընկերոջ մոտ ստեղծում է հենց այդպիսի տպավորություն։